Հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողով հայտ ներկայացրեց 19 քաղաքական ուժ։ Դրանցից 2-ը դաշինք, 17-ը կուսակցություն։ Ոչ այնքան մեծ Հայաստանում այսքան կուսակցությունների մասնակցությունը փոքր-ինչ տարակուսանք առաջացրեց։ Թե դրանցից որոնք կշարունակեն պայքարը, ցույց կտա ժամանակը։ Բայց ինչ են առաջարկում հին ու նոր կուսակցությունները։ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացմանը քիչ ժամանակ է մնացել, ուր որ է կսկսվի պաշտոնական քարոզարշավը, բայց ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած հին ու նոր կուսակցությունները արդեն իսկ սկսել են հանդիպումներ ունենալ եւ իրենց թեզերը ներկայացնել։ Ինչու պետք է ընտրողը հենց նրանց առաջարկը ընտրի։ Այսօր հեռանկար բանավեճի տաղավարում են Լուսավոր Հայաստան կուսակցության ընտրական ցուցակով падգամավորության տեխնացու Շուշան Ավագյանը եւ Հանուն Հանրապետության կուսակցության ընտրական ցուցակով падգամավորության տեխնացու Ռուբեն Մեհրաբյանը։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Մինչ քննարկումը սկսել է, առաջարկում եմ դիտել իմ գործընկեր Տիգրան Հովակիմյանի պատրաստած տեսանյութը։ Հայաստանում շուտով խորհրդարանական ընտրություններ են։ Այս օրերին քաղաքական խոստումները, ծրագրերն ու հայտարարությունները կրկին հայտնվում են ուշադրության կենտրոնում։ Բայց ինչն է կարևոր ընտրողների համար, ինչ փոփոխություններ են նրանք սպասում։ Պարզելու համար քաղաքացիների շրջանում հարցումներ են անցկացնում, հասկանալու նրանց առաջնահերթություններն ու սպասումները առաջիկա ընտրություններից։ Զինված ուժերը ավելի ամրացնեն, ավելի լավ լինի։ Չնայած էլի լավ է, ես գոհ եմ, բայց կցանկանայի, որ ավելի լավ լիներ։ Արթուր Հարությունյանի նման հարցվածներից շատերն են որպես առաջնահերթություն նշում պաշտպանության եւ արտաքին քաղաքականության ոլորտները։ Ըստ նրանց պաշտպաննակության ամրապնդումը, սահմանների անվտանգությունը եւ միջազգային հարաբերություններում հավասարակշռված քաղաքականության վարումը պետք է լինեն ապագա խորհրդանի ուշադրության կենտրոնում։ Անկախ նայած ով գապտի մտածի պաշտպանության մասին, դա համար մեկ հարցն է։ Եթե չկանան անեն իրաց գալը անիմաստ է։ Բանակը որպեսի մարդ չունենանք, պետք է ամրացվի, պետք է զենք ունենանք, ամուր հայրենիք։ Այդ դեպքում մեր պետության դեմ ոչ ոք չի կարող։ Այդտեղից պետք է սկսենք, պետություն դա բանակն է։ Հայաստանը պետք է Հայաստանի մասին մտածի առաջին ոչ թե ինչ ուրիշների։ Եթե մենք ազատվենք մեր ներքին թշնամիներից, մեր արտաքին քաղաքականությունը բավականին կբարձրանա։ Դա միանշանակ։ Իմ համար իմ ներքին թշնամին ավելի վտանգավոր է, քան դրսի թշնամին։ Քաղաքացիների համոզմամբ այսօր առավել քան երբևէ կարևոր է հաղթահարել այս մարտահրավերները եւ հենց այս ուղղություններից են կախված երկրի կայունությունն ու ապագան։ Մեր երկրի ղեկավարը ով պետք է լինի, ես չգիտեմ, պետք է անչափ խելացի լինի, անչափ դիվանագետ լինի, անչափ կիրթ լինի, նույնիսկ թշնամու լեզուն, նույնիսկ արտերկրների լեզուն գիտակցող լինի, որպեսզի տվյալ ղեկավարը մեկ այլ բան չասի եւ թարգմանեն իրեն համար մեկ ուրիշ բան։ Միևնույն ժամանակ հարցվածները չեն անտեսում նաեւ մյուս կարևոր ոլորտները՝ կրթության որակը, արդարադատության համակարգի վստահելիությունը եւ տնտեսական զարգացման հնարավորությունները նույնպես շարունակում են մտահոգել մարդկանց եւ հարցին թե ել ինչ բարեփոխումներ արվեն, նշում են. Այն ձևի, որ ես գամ ստեղ ապրեմ, որ ինձ քաշի ստեղ, որ մի կտոր հացի համար չդողամ, որ բժշկությունը լրիվ բոլորի համար անվճար լինի, ոչ թե միայն թոշակառուների, որոնք արդեն այնքան են կուտակվել, որ էլ տեղ չունեն։ Լրիվ պրոբլեմա, որ մեկն ասեմ։ Ոչ մի սպասում չունեմ ես։ Դե ոչ մի բան չի փոխվի, չի կարա փոխվի։ Այս համատեքստում ընտրությունները թե ընտրողի, թե քաղաքական ուժերի համար պարզապես սովորական գործընթաց չեն, այլ կարևոր մարտահրավեր։ Տիգրան Հովակիմյան, Լևոն Խաչատրյան, հեռանկար բանավեճ։ Նրանք բոլորը պոտենցիալ ընտրողներ են եւ վերջին ընտրողի խոսակցությունից, խոսքից սկսենք, ասում է ոչինչ չեմ սպասում, ոչինչ կարող է չփոխվել։ Հիմա ինչով կարող եք նրան համոզել, որ ձեր առաջարկները կարող են իրատեսական լինել եւ ինչ-որ բան փոխել իրենց կյանքում։ Շուշանից սկսենք։ Շատ լավ, շնորհակալ եմ եւս մեկ անգամ հրավերի համար։ Իրականում այս անգամ մենք որոշել ենք լրիվ տարբերվող քարոզարշավ իրականացնել եւ այդ քարոզարշավի հիմքում իհարկե խոսքը գնաց նաեւ պաշտպանությունից մենք գալիս ենք այն կարգախոսով, որ մենք պաշտպանի ինքնությունդ։
Ինչու ենք հետևյալ կարգախոս ընտրել, որովհետև կարծում ենք, որ որոշակի տարեր ինքնության հետ առնչվող հիմա վտանգված են եւ որոշակի գործողություններ ուղղված են ինքնության հիմքերի խարխլմանը։ Իհարկե, պաշտպանությունը եւ արտաքին քաղաքականությունը միմյանց հետ շատ սերտ համագործակցության մեջ գտնվող ոլորտներ են եւ կարելի ասել ուղիղ համեմատական է մյուսի ազդեցությունը մյուս ոլորտի վրա։ Հիմա ինչ եք առաջարկում այդ առումով։ Միջազգային հարաբերություններում, քանի որ ճարտարապետություն է փոխվում եւ դա միայն Հայաստանով չէ պայմանավորված, այլ ընդհանուր առմամբ աշխարհակարգի ձևափոխման տարեր ենք նկատում, մենք առաջարկում ենք այս պահին, հիմնվելով այս օրակարգի վրա, չունենալ արկածախնդրային քաղաքականություն, ինչ է դա նշանակում, որ փորձենք բալանսավորել մեր արտաքին քաղաքականությունը եւ այնպես քաղաքականությունը իրականացնենք, որ դա չունենա որոշակի հետևանքներ եւ ազդեցություններ հենց Հայաստանի Հանրապետության համար։ Հիմա տեսնենք, պարոն Մեհրաբյանը համաձայն է ձեզ հետ այս թեզերի առնչությամբ եւ ինչ է առաջարկում։ Դուք ինչ եք առաջարկում ընտրողին։ Բոլոր դեպքերում մի քիչ վերախմբագրեմ եւ կվերաձևավորեմ, հա, թեզը, որ ասում է, երբ կա անորոշություն եւ չգիտես ինչ անես, ամրացրու պետությունդ։ Ինչպես է ամրացնել, ինչ է առաջարկել։ Դա կարծում եմ ունիվերսալ մոտեցում է բոլոր պարագաներում եւ բոլոր դեպքերի համար, դա ներքին եւ արտաքին դիմակայունության ամրապնդում։ Եվ այստեղ, այո, մենք տեսանք նաեւ մեր քաղաքացիների արձագանքները, անվտանգություն, պաշտպանություն, արտաքին քաղաքականություն, կրթություն, որ երկարաժամկետ, հա, էֆեկտները ունենալու միայն, այսինքն այդ ծառը, որ տնկենք, մենք մի 10 տարուց ոչ պակաս ժամանակ հետո նոր դրա պատուղները կտեսնենք։ Եվ այդ իմաստով, այո, պետության ինստիտուցիոնալ կայացումն է մեր, այսպես նախընտրական ծրագրի մեխը եւ այնտեղ մենք շարադրել ենք բոլոր մեր անելիքները, ընդ որում մենք նաեւ նախաձեռնել ենք ծրագրի ներկայացումը, որտեղ կան թե գնահատականները իրավիճակի, նաեւ անելիք քայլերը։ Ինչ վերաբերվում է աշխարհակարգին, աշխարհակարգը ոչ թե առանձին տարրեր կան, այլ տոտալ փոփոխություն է տեղի ունենում, որովհետև ըստ էության աշխարհում տեղի են ունենում մի քանի գլոբալ հեղափոխություններ եւ դա 45 թվականի ստատուս քվոյով պայմանավորված աշխարհակարգին էլ կենսունակության տեղ չի թողնում եւ չի էլ թողնելու։ Էներգետիկ հեղափոխություն, տեղեկատվական հեղափոխություն, հեռահաղորդակցային հեղափոխություն, այս ամենը փոխում են, ընդհանրապես փոխում են կյանքը, տնտեսությունը, միջանձնային կապերը նույնիսկ, չէ՞։ Աշխարհը փոխվում է եւ մենք պետք է համարժեք, համակայլ եւ համահունչ լինենք փոփոխվող աշխարհում։ Հիմա դեռ արտաքին քաղաքականությանը կանդրադառնանք, քաղաքացիներից մեկը ասում էր, ահա կուզեմ այնպիսի փոփոխություններ, որպեսզի ես կարողանամ այստեղ ապրել, ես ուզենամ այստեղ ապրել։ Հիմա դուք ինչ եք առաջարկելու, որ մարդը շարունակի ուզենալ այստեղ ապրել։ Մենք կարծում ենք, որ ընդհանուր առմամբ, քանի որ Լուսավոր Հայաստան կուսակցությունը արդեն 10 տարի գործունեություն է ծավալում եւ մենք բազմիցս քաղաքական օրակարգեր ենք ձևավորել, անկախ այն հանգամանքից մենք ներկայացվածություն ունեցել ենք խորհրդարանում թե չէ։ Հիմա մի այնպիսի փուլում ենք գտնվում, որտեղ կարծես թե առաջնային օրակարգերը երկրորդվում են, այսինքն երբ որ նույն արտաքին քաղաքականության վերաբերելի հարցերը կամ տնտեսական հարցերը կամ նույն պարոն Մեհրաբյանի նշած կրթական հարցերը ինչ որ առումով երկրորդվում են ոչ այդ պահին էական հարցերով, բնականաբար զսպումների եւ հակակշռների այդ մեխանիզմը երբ որ չի գործում, դա առաջացնում է մի շարք խնդիրներ, որտեղ եւ քաղաքացիների մոտ առաջանում է այն տպավորությունը, որ իրենք չեն ապրում այն Հայաստանում, որտեղ որ կուզեին ապրեին։ Այսինքն, եթե մենք այսպես հերթով քայլերով գնանք եւ օրակարգերի դուրս բերենք այն կարևորագույն օրակարգերը, որոնք կարող են նպաստել, որ քաղաքացին ել ավելի լավ կարողանա իր կյանքը կառուցել, եւ ես մատնանշեցի, թե դրանք հիմնականում որ ոլորտներն են, ապա այստեղ մենք առաջարկում ենք մեր փորձառությունը, քանի որ մենք ունենք այդպիսի փորձ, մենք 2018 թվականին բավականին մեծ խմբակցություն ունեինք ազգային ժողովում, եւ քաղաքական այս
բանի մեջ թրծված լինելով, ինչպես նաև միջազգային հարաբերություններում մենք ունենք համագործակցություն, ALDE կուսակցության անդամ ենք եւ միակն ենք Հայաստանում, որ ակտիվ պահում ենք մեր անդամակցությունը։ Այդ փորձը կիրառել, որպեսզի քաղաքացու կյանքը ավելի լավը դարձնենք։ Բայց հետո չընտրեցին ձեզ։ Չընտրելը պայմանավորված էր մի շարք հանգամանքներով։ Մենք խոսեցինք մինչ հաղորդման սկսելը, որ քաղաքացին գտնվում է, այսպես ասած, քաղաքական աղմուկի մեջ, եւ դա այսպես ես ձևակերպեմ այդ միտքը, քաղաքական աղմուկ, որովհետեւ 21 թվականին ներկայացված էին 25 ուժեր եւ դաշինքներ, եւ բնականաբար կար ուժեղ բևեռացում հետպատերազմական այդ ժամանակահատվածում, մարդիկ կամ ընտրում էին այս կողմը կամ այն կողմը։ Այն կուսակցությունները, որոնք իսկապես առաջարկում էին այլընտրանքային քաղաքականություն եւ օրինակ մեր կուսակցությունը 21 թվականին հանդես էր գալիս համախմբելու կոչով, հա, որպեսզի ձևավորենք, չգիտեմ, այնպիսի կառավարություն, որը թույլ կտա կոմպետենտ մարդկանց ներգրավվածությամբ դուրս գալ հետպատերազմական այդ ծանր դժվարին շրջանից, որովհետեւ պատերազմին էլ նախորդել էր COVID-ը։ COVID-ից հետո պատերազմն է, պատերազմից հետո արդեն ադրբեջանական նարատիվների եւ գործողությունների հստակ քայլերն են, բայց այդ պահին ժողովուրդը այդպես ճիշտ չհամարեց եւ մենք, ինչպես բոլոր ընդդիմադիր ուժերը, ընդունեցինք ընտրության արդյունքները։ Արդյոք համաձայն եք դրա հետ, որ հենց այդտեղ էր մարդիկ ուղղակի ընտրեցին այլընտրանքային եւ հիմա կա այդ հնարավորություն։ Տեսականորեն բոլոր մասնակից քաղաքական ուժերը կարող են ասել այդ նույն բանը, որ նրանք այլընտրանք են հակառակ դեպքում, բայց ինչի են մասնակցում։ Դա էլ արդեն կախված է նրանից, թե X ուժը միջին վիճակագրական ընտրողի համար որքանով համոզիչ կլինի ի համեմատ Y ուժի։ Ես այդքան էլ համաձայն չեմ, որ բոլորը կարող են պնդել, որ այլընտրանք են։ Դե որքանի որ կան նույն ուղղությունը որդեգրած որոշակի կուսակցություններ, որոնց այսպես ասած էլեկտորատը նույն դաշտում է գտնվում, այսինքն որպես այլընտրանքային առաջարկ ես չեմ կարծում, որ բոլորն են առաջարկում այլընտրանք, այլ կան հստակ ուժեր, որոնք մի ուղղվածության մեջ են, օրինակ Եվրոպամետ այսպես ասած ուղղվածություն, հա, չգիտեմ, կան ուժեր, որոնք այն ուղղվածության մեջ են, կան ուժեր, որ ընդհանուր առմամբ գլոբալ առումով այդ ուժերի միջև տարբերությունը շատ ակնհայտ չի, որպեսզի քաղաքացին իր քվեն տալուց հասկանա, որ չէ, կոնկրետ այս ուժը այս մի բանում ասենց է առաջարկում, իսկ այն ուժը այնպես է առաջարկում։ Գիտեք ինչ, այդ սեգմենտները հասարակության մեջ, որոնք տալիս են իրենց նախապատվությունը այս կամ այն ուժին, ակվարիումի մեջ չեն ապրում։ Եվ այդ իմաստով, այո, շատ հատման կետեր ունենք, ի վերջո մի երկրում ենք ապրում եւ մի երկրի քաղաքացիներ ենք եւ ըստ էության նույն երկրի մասին ենք խոսում եւ այստեղ հատման կետերը շատ են եւ չեն կարող չլինել որպես այդպիսի։ Եթե իհարկե խոսքը չի վերաբերվում ակնհայտորեն պետության գոյությունը հարցականի տակ դնող այսպես կոչված ուժերին, որոնց ցավոք սրտի թույլ է տրված մասնակցելու ընտրությունների, ինչին մենք կատեգորիկ դեմ ենք հանդես գալիս, բերելով դրա հիմնավորումները։ Ձեր մասին չի խոսքը իհարկե, բայց մյուս կողմից էլ եմ ասում, եթե լիներ նույնականը, այդ ժամանակ մարդիկ ուղղակի նույն քաղաքական ուժի մեջ կտարալուծվեին, համարելով, որ դրանով իսկ իրենք նույնականացնում են իրենց այդ քաղաքական ուժի հետ։ Հիմա խնդիրը հետևյալն է, մենք երբ որ դուք ասում եք Եվրոպամետ, Եվրոպամետությունը ինքնանպատակ չի, խոսքը վերաբերվում է Հայաստանի սուվերենության ամրապնդմանը։ Հայաստանի սուվերենությունը այսօր պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից ոչ բոլորն են առկա այդ ընդհանուր չափանիշների մեջ, հա, որովհետև ըստ էության մենք 21 թվին ունեցանք խորհրդարան, որտեղ իշխանություն, բայց ընդդիմությունը ուղղակի Պուտինն էր։ Եվ հիմա էլ այդպիսին է հանդիսանում, որովհետև այնտեղ անուն ազգանունն էլ կարևոր չի։ Այսօր Հայաստանի իշխանությունն ըստ էության մշտական այսպես հակամարտության մեջ է Պուտինի հետ, հա, միջնորդավորված ձևով։ Եվ մենք չենք կարող համարվել լիարժեքորեն ինքնիշխան, երբ
մեր օրենսդիր իշխանության ընդդիմախոս մասը մերը չի վաստակում։ Եվ ըստ էության այն հիբրիդային պատերազմի պայմաններում, որում մենք հիմա ապրում ենք եւ գնում ենք ընտրությունների եւ մենք եւ դուք այդ պատերազմում նրանք հրամատի մեր կողմում չեն, այլ մեր հակառակ կողմում, ինչը ուղղակի անընդունելի է, անտանելի եւ պետք է ուղղակի վերջ տրվի եւ մենք այո մեր ընտրողներին ներկայացնելով մեր այս մոտեցումը պարտավորվում ենք վերջը տալ նման պրակտիկայի, որովհետև չի կարող նման բան լինել սուվերեն պետության մեջ, մանավանդ երբ վարչապետին էլ Պուտինը կանգնի ասի մեր տղերքն են, հա, պիտի ձեր գործերով զբաղվեն, հասկանում եք, ուր ենք հասել։ Հիմա տեսենք Շուշան Ավագյանը ինչ ունի հակադարձելու ձեզ կամ համաձայնելու։ Ես իրականում կարծում եմ, որ այն փաստը, որ ինքնիշխանության մասին նշվեց, շատ էական է այստեղ եւ իհարկե մեր ուժն էլ երբ որ մենք ասում ենք պաշտպանի ինքնությունը, այդ ինքնության տակ ոչ միայն այն բոլոր պատմամշակութային բաներն են կամ գործողություններն են, որոնք մեր կարծիքով իհարկե խարխլում են այդ ինքնության հիմքերը, բայց նաև այդ սուբյեկտանության, ինքնիշխանության հարցն է, բայց մեզ մոտ մի քիչ նաև ուրիշ կողմ կա, որի մասին ես անպայման ուզում եմ խոսել, դա օրինակ ադրբեջանական նարատիվների նաև տարածումն է Հայաստանի խոսույթում եւ օրակարգում։ Մեզ համար դա շատ խնդրահարույց է այն առումով, որ նաև ֆիզիկապես, հա, ադրբեջանական զորքերի արկայությունը մեր սուբյեկտ տարածքային տարածքի ներսում եւ տարածքային ամբողջականության խախտում է, այս ամեն ինչը բնականաբար հանգեցնում է նրանց, որ ինչպես ռեպորտաժում մարդկանցից մեկը ասաց, որ իրան չի քաշում այստեղ ապրելը, որովհետեւ միգուցե ենթադրեմ իհարկե, բայց այդ մարդը վստահություն չունի, որ մի օր էլ իր ապրած բնակավայրը չի դառնա օրինակ ադրբեջանական տիրապետության տակ գտնվող տարածք։ Այստեղ է նաև խնդիրը, որ այն նարատիվները, որոնք ադրբեջանական կողմը վերևից ներքև այսպես բոլոր հասարակության բոլոր տարբեր ստրատումների կողմից իրականացվելիք եւ խոսույթը փոխանցվում են նաեւ մեր խոսույթ եւ դա մենք քննարկում ենք անդադար եւ իրականացնում։ Դե պետք է նաեւ ասել իսկ ով է նաեւ այդ խոսույթները բերում լրատվական դաշտ եւ չի կարելի չասել դա, հա։ Դա ես չեմ անում, դա անձամբ դուք էլ չեք անում, դա անում են շատ կոնկրետ մարդիկ, սնուցվելով շատ կոնկրետ շրջանակներից, որոնք հետապնդում են շատ կոնկրետ նպատակ մեր պետությունը հարվածի տակ դնելու։ Մենք հենց երեք տեսանք, որ մի ռուս թմրամոլ պրոպագանդիստի կողմից մի գրառման հետքերով, մեկ էլ ընտրությունների մասնակից ուժերից մեկի առաջնորդը մեկին մեկ դա կրկնում է, հա 300,000 ադրբեջանցիներ են, հեսա բերում են, հեսա որ բնակվեն։ Հասկանում եք, էս ինչը, բա հիբրիդային պատերազմը հենց դրա մասին է։ Եվ պետք է հասկանալ, որ այդ հիբրիդային պատերազմը այսօր օգտագործելով նաև Ադրբեջանի գործոնը, իսկ Ադրբեջանը մինչև օգոստոսի 8-ի այս հայ-ադրբեջանա-ամերիկյան պայմանավորվածությունը Ադրբեջանն օգտագործվում է Ռուսաստանի կողմից որպես բութ գործիք ընդդեմ Հայաստանի, հիմա մենք այդ կապը պետք է կտրենք մեկ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև այդ գործակցության կապը ընդդեմ Հայաստանի հենց այս օգոստոսի 8-ի պայմանավորվածությամբ դեմոտիվացնելով թե Մոսկվային թե Բաքվին եւ երկրորդը այո մենք հասկանում ենք քանի Ռուսաստանը քիթը մցրած է պահում մեր տարածքում ձեր ասած ինքնությունն էլ է վտանգված ձեր ասած սուվերենությունն էլ է վտանգված ժողովրդավարությունն էլ է վտանգված, որովհետև մենք գործ ունենք ֆաշիստական պետության հետ եւ այս ամենը այո պետք է լինի Հայաստանի Հանրապետության որպես պետության հոգացության առաջնահերթ առարկա։ Եվ մի բան էլ ավելացնեմ։ Ինքնությունը, որի վտանգման մասին դուք խոսում եք, միակ երաշխավորը դա մեր պետությունն է։ Պետության գոյությունը, պետության ամուր պետության գոյությունը, ամուր ներսում, ամուր տարածաշրջանում, ամուր աշխարհում։
ուրիշ ինքնությունը պաշտպանելու ձև չկա, բնությունը չի հնարել։ Որ Ես անդրադառնանք եւ հետո ընտրողին։ Ես անկեղծ ասած մի հատ թեզի վրա եմ ուզում ուշադրություն դարձնել, որովհետև անդադար մենք խոսում ենք հա պատերազմ խաղաղությունն էս երկընտրանքից, հա, թվացial երկընտրանքից, որ եթե օրինակ իշխանությունը չգա եւ երկրորդ անգամ չստանցնի այդ իշխանության դերը կամ համադրական մեծամասնություն չունենա, հնարավոր է լինի պատերազմ, այս վախի մթնոլորտը, որ ստեղծվում է, դուք խոսեցիք, որ 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին հարց կա, հիմա Եվ ով է բարձրացնում Ես մի հատ ուզում եմ այս հարցին անդրադառնալ, որովհետև վերացարկվելով իհարկե այդ վախի մթնոլորտ ստեղծելու բանից, որովհետև չեմ կարծում, որ ինչ-որ մեկը այդ նպատակը հետապնդում է, բայց խնդիրը նրանում է, որ գոյություն ունի այսպիսի կազմակերպություն, հայերեն թարգմանության փորձեմ ասել, Արևմտյան Ադրբեջանի համայնք, եւ այդ համայնքը բավականին ակտիվ գործունեություն է ծավալում եւ ես ինքս ուղիղ 1 տարի հետեւել եմ իրենց մոնիտորինգ եմ իրականացրել հասկանալու համար թե օրինակ ինչ գործունեություն են իրանք ծավալում եւ այդ գործունեության շրջանակներում նկատել եմ որ այն թեզը որ ադրբեջանցիները հա արևմտյան ադրբեջան հասկացությունը եւ ադրբեջանցիները որոնք իրենց կարծիքով վտարվել են այստեղից պետք է վերադարձեն անընդհատ օթում արկախված է հիմա ինչն է մեզ տիպում եթե նույնիսկ դա իրական չի պատրանքային է այդ թեզին հակադրություն ասել նաեւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի իրավունքը, նույնիսկ եթե դա հնարավոր չէ կազմակերպել, բայց գոյություն ունի թեզ եւ թեզին պետքա նաեւ հակադիր թեզ լինի, բայց մենք այդ առումով որևէ ձայն կամ որևէ բան չենք անում։ Հիմա որպեսզի քաղաքականությունը քաղաքականության համար չմնա, մենք լսենք ընտրողին, թե ինքը ինչ է առաջնային համարում։ Հնուց ի վեր, բոլոր երկրները երբ հզոր են, ուրեմն իրաց բանակն էլ հզոր։ Ժամանակակից տեխնոլոգիաներով հարուստ զարգացած երկիր լինի։ Թեկուզ պայմանագրով, բայց պրոֆեսիոնալ զինվորներ լինեն։ Տեխնոլոգիաները արդեն առաջ տանեն, անօթաչու սարքեր, անօթաչու ռոբոտային սարքերը, որոնք գետնի վրա մարտավարություն մարդ կարան վարեն։ Պատերազմից հետո պետք է կարողանանք միջոցներ եւ հնարավորություն գտնել արագ վերակազմակերպելու բանակը եւ համապատասխանեցնելու ժամանակակից ստանդարտների։ Խաղաղությունը պրծնենք, որ երեխեքը մնան հանգիստ ծավալեն այս երկրում։ Բանակում մահեր չունենանք ամենակարևորը։ Այդ տարիքային խմբի մարդիկ կայուն, դեռևս կայուն բան չունեն, հոգեբանություն չունեն։ Եվ հետևաբար իրենց հետ պետք է շատ զգուշ վարվել։ Խնդիրները հիմնականում մոդեռնիզացման հետ են կապված, թե ստորաբաժանումների, թե զինատեսակների, դրանց կիրառման ձևերի։ Կուզեմ լինի ուժեղ ամուր բանակ, որ ես ինձ ապահով զգամ։ Եկուզ իմ տանը նստած։ Պոստերը հիմա ավելի խաղաղ է։ Միայն կցանկանայի, որ ովքեր որ հիմա պետքա 2 տարի ծառայեն, իրանց վրա էլ տարածվեր այդ արտոնությունը։ Իրենք էլ 18 ամիս ծառայեին, վերադառնային տուն։ Բանակում արդեն ամեն ինչ լավ է։ Նոր իշխանությունն էլ, որը որ գա, ասենք այն դիրքերում մի քիչ տեղերը լավ չի, այն տեղները մի քիչ դասավորեն։ Մեր զինվորները խաղաղ լինեն, լավ սնունդ տան, լավ հագուստ տան, ամեն ինչից ապահով լինեն, որ տնից չուղարկենք։ Հիմա թե սոցիոլոգիական հարցումներով, թե ընդհանրապես մեր մեդիայի կողմից իրականացվող հարցումները ցույց են տալիս, որ առաջին տեղում անվտանգությունն է, մարդկանց մտահոգող պաշտպանությունն է, եւ հիմա իշխանություններն էլ անում են իրենցից եկած ամեն ինչ եւ ասում են, որ ահա փոփոխություններ են տեղի ունեցել։ Ձեր առաջարկները ինչով են տարբերվում, որ ավելի լավն են առաջարկել։ Սկսենք։ Ակնհայտ է, որ իհարկե անվտանգությունը եւ պաշտպանության ոլորտը պետքա որ առանցքային խնդիրներից մեկը լինի հատկապես Հայաստանի փոքր պետությունների համար, որովհետեւ մեր ռեսուրսները ամեն առումով այնքան լայն ու ընդարձակ չեն, որ մենք կարողանանք մեզ թույլ տալ ճոխություններ չակերտավոր այսպես ասած, եւ բնականաբար պաշտպանության ոլորտում Իհարկե մենք այդ մի քանի անգամ նշվեց, հա, որ նորարարական մոտեցումներ լինեն, օրինակ, չգիտեմ, 20 թվականի պատերազմի ժամանակ շատ տեխնոլոգիաների պակասի պատճառով մենք նաև ունեցանք ինչ-որ քանակի զոհերի թիվ եւ իհարկե շատ լավ կլինի, որ այդ ամեն ինչը նպաստի, այսինքն քաղաքականությունից մեկը պետք է այն լինի, որ տեխնոլոգիական առումով, քանի որ արդեն աշխարհը թույլ է տալիս դա ունենալ,
այն գործոնը, որ մարդկային գործոն ունի եւ ռիսկային է ինչ-ինչ հարցերում, կարելի է փոխարինել տեխնոլոգիական նորամուծություններով։ Ձեր ծրագրերում կան դրանք։ Մենք անդրադարձ ունենք այո դրան, եւ կարծում ենք, որ այն մեխանիզմները, որ հիմա կիրառվում են, օրինակ այն ամփոփությունը նաեւ որ բանակում երբեմն տեղի է ունենում, հիմա իշխանական կողմը ասում է, որ, չգիտեմ, սահմանին արդեն քանի տարի է զոհեր չկան, չէ, բայց մյուս կողմից է կան զոհեր հենց ամփոփության հետևանքով, ինչը եւս խնդիր է, որովհետեւ եթե դա կոնկրետ հակառակորդի հետ չի լինում, բայց այնուամենայնիվ մահեր գրանցվում են եւ դա ոչ ճիշտ քաղաքականության հետևանքով է լինում։ Դուք ինչ եք առաջարկելու այդ խնդիրների լուծման համար, պարոն Մեհրաբյան։ Մենք ունենք մեր նախընտրական ծրագրում առանձին բաժին նվիրված դրան, որովհետև պաշտպանությունը մեզ համար բացարձակ առաջնահերթություն է։ Հայաստանում մեկնարկել է ընդհանրապես պաշտպանական ոլորտի բարեփոխումները, Հայաստանում բանակը տրանսֆորմացվում է, Հայաստանում ռազմական ծախսերը բացարձակ թվերով ուղղակի աննախադեպ մակարդակի են հասել։ Մենք մեր ծրագրում պլանավորում ենք, որ ռազմական ծախսերը լինեն ՀՆԱ-ի 5%-ի չափով։ Բացի դրանից մենք առաջարկում ենք համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգի ներդրում, որի փորձը եվրոպական կա, հենց կոմպակտ երկրների պարագայում, նաեւ երկրների, ովքեր պատմականորեն մշտական ագրեսիայի վտանգի ներքո են եւ այնտեղ զարգացած է տարածքային պաշտպանության զորքերի ինստիտուտը։ Մենք ողջունում ենք այն, որ տարի ու կես է դարձել եւ կարծում եմ չպետք է կանգնել դրա վրա եւ այդ իմաստով Ֆինլանդիայի փորձն է խիստ ուսանելի, որ Ռուսաստանի նման մոնստրի հարևանությամբ այդ երկիրն իր անկախությունը նախ երբ պատերազմ ունեցավ ըստ էության կարողացավ պաշտպանել իրեն, հա, խոսքը 39-40 թվականի եւ այդ համակարգը սերում է հենց այդ պատերազմից։ Եվ դա համարում եք ձեր ծրագրի հիմք։ Այո, եւ նաեւ մենք համարում ենք, որ այս տեխնոլոգիական զարգացումը Հայաստանի հնարավոր դարձավ երկու գործոնի բերումով։ Առաջինն այն էր, որ Հայաստանն ըստ էության խզեց իր համագործակցությունը Ռուսաստանի հետ, որովհետեւ Ռուսաստանի անվտանգային պաշտպանական պարտներ դա խիստ տոքսիկ է ժամանակակից միջազգային հարաբերություններում։ Դա մեկ եւ երկրորդն էլ որ Հայաստանը այնուամենայնիվ իր պաշտպանության խնդիրները դնում է իր միջազգայինորեն ճանաչված սահմանների շրջանակում, ինչը բացել է մեր դռները այն երկրների հետ համագործակցության, ում հետ մենք ունենք նպատակների, շահերի եւ արժեքների ընդհանրություն եւ այս վերազինումը ահռելի մասշտաբների, որ մենք տեսանք, նաև մեր ռազմական արդյունաբերության այս շատ վստահ քայլերը, որը մենք տեսնում ենք, այս ամենը հնարավոր դարձավ այդ պարագայում, բայց մենք անախրոնիզմ ենք համարում հապկում Հայաստանի անդամակցության դե յուրե շարունակությունը։ Պետք է օր առաջ վերջ տալ այս թյուրիմացությանը, այս կապանքներին եւ Հայաստանը պետք է իր անվտանգության համար համախոհ գործընկերների հետ համագործակցի, այլ ոչ թե հիբրիդային պատերազմ վարող սուբյեկտների, որովհետև հիբրիդային պատերազմ բառակապակցության մեջ առանցքային բառը պատերազմն է, պատերազմ վարում են թշնամիները, կներեք։ Հիմա պարոն Մեհրաբյանը նշում է ԱՊԿ-ից դուրս գալու անհրաժեշտությունը, արդյոք դուք համաձայն եք այս տեսակետների հետ։ Մենք կարծում ենք, որ այս պահի դրությամբ, քանի որ չկա այլընտրանքային անվտանգության համակարգ, որը նաև պատրաստ կլինի Հայաստանին ընդունել, այս պահի դրությամբ իհարկե խոսքը այսօրական պահի մասին է, այդպիսի արկածախնդրային քաղաքականություն, որ հենց այս պահին հապկից դուրս գալ, մենք չենք պլանավորում եւ չենք նախատեսում։ Ակնհայտ է, որ պատերազմից հետո ակնկալիքները Հայաստանի չի բավարարվել եւ օբյեկտիվորեն չի բավարարվել, բայց դուրս գալ հապկից եւ առանց
որևէ տեսակ դերի իմաստավորման կամ վերաբանակցման այդ իմաստով, մենք կարծում ենք, որ այս պայդրությամբ իրատեսական չէ այն առումով, քանի որ չկա այլընտրանք անվտանգությունը ապահովելու տեսանկյունից։ Հիմա պարոն Մեհրաբյանը նշում էր, որ տարբեր Ես չեմ համարում դա արկածախնդիր համարում եմ այս թյուրիմացության շարունակականությունը։ Մեկ։ Երկրորդը, մենք խոսեցինք, որ հիմա աշխարհակարգ է փոխվում եւ մենք տեսնում ենք, որ այո կոմպակտի երկրները իրենց անվտանգությունը ապահովում են երկկողմ հարաբերությունների ցանցով, հա, համախոհ երկրների հետ։ Հայաստանը դրա հիմքերն արդեն իսկ դրել է եւ անվտանգության ապահովման համար նախ եւ առաջ այո հարաբերությունների ներդաշնակեցումը պետք հարևանների հետ, որովհետև դրանք են, որ կարող են լինել անմիջական վտանգի աղբյուրներ, չէ՞։ Մի կողմից եւ մյուս, այս պահի դրությամբ համենայն դեպս անհամեմատելի նվազել է այդ վտանգները, ինչը բխում են տարբեր զեկույցներից եւ այդ գնահատականները մենք չենք կարող չկիսել, եթե ասենք չենք կորցնում մեր օբյեկտիվությունը։ Եվ դա էլ հնարավորություն է տալիս, այո, բանակային ռեֆորմները իդեպ ասեմ, որպես նախկին զինվորական հնարավոր է, երբ բանակը զորանոցում է, ոչ թե դիրքերում անվերջ գտնվող բանակը հնարավոր չէ ռեֆորմի ենթարկել։ Եվ դրա համար այո, նաև այս սահմանապահ ուժերի ձևավորումը, ընդլայնումը, որը իրականացվում է նաև ամերիկյան կողմի հետ սերտ համագործակցությամբ եւ նաև խնդիր է դրվում, որ ռուսական ուժային ներկայությունը Հայաստանի սահմաններին, իսկ մեր ծրագրով նաև իշխանությունն ընդ որում ինձ համար անհասկանալի պատճառով այդ խնդիրը չի դնում, այո, ռուսական բազայի դուրս բերումը եւս պետք է Հայաստանում պետք է օտարերկրյա բազա չլինի։ Այս կատեգորիկ մոտեցումը կիսում եք։ Դե արդեն ասացի, ես իմ պատասխանը։ Ինչ ունեք ավելացնելու։ Այն որ պաշտպանության եւ անվտանգության ոլորտում փոփոխություններ են եղել, այո, եղել են, բայց դրանք այն քանակով ու ծավալով չեն, որոնք կարող են ամբողջովին բավարարել Հայաստանի Հանրապետության քաղաքացու ակնկալիքները։ Ծայրահեղ մոտեցումներին այս պահի արդեն ասացի, որ մենք կողմ չենք, ինչ որ չափով այո որոշ կետեր պետքա վերանայել, որոշ մոտեցումներ պետքա վերանայել, բայց այդ ամեն ինչը կախված է նաև այն պահի դրությունից, որում մենք հիմա գտնվում ենք։ Ցավոք սրտի մենք դեռևս չենք հասել մեր հարևան պետությունների հետ այնպիսի հարաբերությունների, որ պարոն Մեհրաբյանի նշած երկկողմանի փոխազդեցության կամ փոխգործակցության պարագայում կարողանանք մեզ թույլ տալ եւ երաշխիք ունենալ, որ այլևս որևէ տեսակի կոնֆլիկտ կամ այսպես ասած բախումներ տեղի չեն ունենա։ Դրա համար քանի դեռ չենք հասել այդ փուլին եւ ես վստահ չեմ այս պահի դրությամբ, թե երբ կհասնենք այդ փուլին, ամեն դեպքում այս պահի դրությամբ կատեգորիկ մոտեցումը մենք չենք կիսում։ Ես մի նկատառում, մենք օրինակ ունենք Բալթյան երկրների, այո, նրանք նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ լինելով, բայց այնուամենայնիվ, այո, Հայաստանն էլ եւս պետք է նախ եւ առաջ հույսը դնի իր վրա։ Այդ երկրները հիմա լայնորեն կիրառում են, իհարկե ավել կամ պակաս, օրինակ լավագույնը Էստոնիանը, հետո Լիտվան, հետո ավելի նվազ Լատվիան, այդ համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգ եւ երկկողմ պայմանավորվածություններ տարբեր երկրների հետ, ասենք Լիտվան օրինակ Գերմանիայի հետ է պայմանավորվել, հա, Ախր ճիշտ եք ասում, երկկողմ, այո, եւ Հայաստանն էլ այսօր արդեն հիմքերը դրել է այդ երկկողմ հարաբերությունների համար, առաջիկայում մենք նաեւ Գերմանիայի հետ ունենք ռազմավարական գործընկերություն, Ֆրանսիայի հետ կունենանք առաջիկա օրերին, Միացյալ Նահանգների հետ ունենք, Հնդկաստանի հետ ունենք եւ այդ աշխարհագրությունը այո պետք է ընդլայնվի։ Նույնիսկ կռվող Ուկրաինան, որ հիմա ոչ մի ռազմական բլոկի չի անդամակցում, բայց իր խնդիրները լուծում է, այո, երկկողմ պայմանավորվածությունների հիման վրա։ Կողմ կա, ուղղություն կա, ստացվում է, ուղղություն կա, չի ստացվում, սա ոնց որ ասում են կյանքը բարդ է, բայց մենք չենք կարող ամենամեծ անկախ
արկածախնդրությունը եւ ծայրահեղականությունը, հա, սա ինքնախապեյությունն է Ռուսաստանի ուժային ներկայությունը Հայաստանի ներսում պահելով։ Ես ուղղակի ուզում եմ ասել, որ շատ լավ է պարոն Մերաբյանը նշեց որոշ երկրներ, այդ թվում նաև Ֆրանսիան, Գերմանիան, Հնդկաստանը եւ այլն, այո, երկկողմ հարաբերությունների այդ պարագայում ես կարծում եմ բավականին կարող են հաջողություն ունենալ, բայց այն պարագայում, երբ որ քո հարևան պետություններից երկուսը անդադար ինչ որ նախապայմաններ են դնում խաղաղության, հա, վերջնական խաղաղության հասնելու համար, այդ դեպքում ես չեմ կարծում, որ երկկողմ բառը այստեղ գործում է եւ նորից եմ կրկնում, չենք էլ կարող կանխագուշակել կամ կանխատեսել պես ասած, թե երբ կլինի վերջնական այդ կարգավիճակը, երբ մենք կարողանանք հանգիստ խղճով եւ այն համոզմունքով, որ այո, երկկողմ համաձայնության եւ փոխազդեցության պարագայում մենք կարող ենք վստահ լինել, որ օրինակ ադրբեջանական կամ թուրքական կողմից չեն լինի այլ նկարտումներ եւ նախապայմաններ։ Մենք շատ ժամանակ չունենք, լսենք նորից քաղաքացիների նաև արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ։ Դիվանագիտությունը, ասենք, արձագանք են։ Բանկեր են կոդորում, վերջը գինոցիդ է եղել, անդրադառնան 120,000 հայ են էվակուացվել այնտեղից։ Արտաքին գործընկերները հատկապես աշխարհաքաղաքական ներկա վերադասավորումների պայմաններում մեզանից ակնկալում են առաջին հերթին կանխատեսելիություն։ Շատ վտանգավոր խաղերի մեջ ենք մենք հիմա գտնվում։ Չգիտենք դեպի լավը կգնանք, թե վատը կգնանք։ Ինձ թվում է այս աշխարհի հետ է կապված, որ աշխարհը այդ վիճակի մեջ է, երևի մեր ղեկավարությունն էլ չի հասկանում, որ ճանապարհը պիտի բռնի, որտեղ ես այդ կոնկրետ նայում եմ, բայց չեմ հասկանում Ռուսաստանի կողմը, Եվրոպայի կողմը, Ամերիկայի կողմը։ Ես կուզենամ, որ առաջիկա քայլերը լինեն դեպի Եվրոպայի միանալը։ Լավ կլիներ, որ մենք այնքան հզոր լինենք, այն ժամանակ մենք իրավունք ունենանք մերը ունենալ։ Ճկուն լինեն, ոչ թե ասենք բռնեն արևմուտքի թևը կամ չգիտեմ բանը ռուսական թևը, պետք է առաջնահերթ դու քո երկրի մասին մտածես։ Թող մեր ներկայի բաները մի հատ այն մեծերին են լավ դիվանագետներից հարցնեն, թող չղեկավարեն չբանեն, բայց հարցնեն կարծիքը, հարգեն փորձը մեծերի։ Բաներ կան, որ նախկինը շատ բան է արել, չի կարելի լրիվ բացասական կերպով արտահայտել, չի կարելի նաև հիմնիկվա ղեկավարին բողոքել եւ բադ բաներ արտահայտել, որովհետեւ երկիրը ծանր վիճակում է գտնվում, աշխարհը պատերազմական վիճակներում է գտնվում։ Մենք ինքներս պետք է օգնենք մեր ղեկավարին։ Ներքին լսարանի համակրանքը շահելու տեսանկյունից երբեմն մենք շոշափում ենք արտաքին քաղաքական լուրջ խնդիրներ եւ մեզ մղում դեպի փակուղի եւ սա բնականաբար օգտագործվում է մեր հակառակորդների, թշնամիների կողմից։ Մեր շահերը լավ լինի, օքեյ, բայց մեր չմոռանանք մեր տատը, մեր ազգը շատ բայր գա պետք է, բայց նորենա պետք է դեպի առջև նայենք։ Այ քաղաքացիներից մեկը ասաց, որ մենք երբեմն մենք ինքներս մղում ենք մեզ փակուղի, որպեսզի փակուղում չհայտնվեր արտաքին քաղաքական առումով դուք ինչպիսի առաջարկներ եք ներկայացնում։ Ըստ էության նախորդ խոսակցության շարունակությունն է, հիմա ավելի կենտրոնանանք։ Դե մենք փակուղում էինք, հիմա նշмарել ենք այդ փակուղուց դուրս գալու ճանապարհը։ Այլ հարց է, որքան ակտիվ եւ արդյունավետ ենք մենք այդ փակուղուց դուրս գալու ճանապարհով ընթանում։ Ինչ է առաջարկում ձեր ուժը։ Մենք պետք է դուրս գանք այս շպագատի իրավիճակից, հա, որի անունը դրել են բալանսավորված։ Այդ ճողված նստելը բալանսավորվածության հետ կապ չունի։ Եվ Հայաստանը պետք է իր շահերը ավելի նախանձախնդիր ձևով հետապնդի եւ հարաբերությունները խորացնի այն սուբյեկտների հետ, ում հետ մենք արդեն իսկ ֆիքսել ենք, կրկնում եմ, շահերի, նպատակների եւ արժեքների ընդհանրություն։ Եվ ինքներս մեզ չխափենք այստեղ ներսում թույլ տալով ըստ էության թշնամական ուժային ներկայություն։ Սահմանները դեռ իներցիայով պահելով նրանց վերահսկողության ներքո, որ մի բան էլ դեռ հոխորտան, թե ինչ կանեն, ինչ չեն անի, թույլ կտան երկաթգիծ սարքեն, թե թույլ չեն տա երկրի եւ այլն եւ այդպես շարունակ։ Այստեղ Հայաստանը շատ ավելի հստակ պետք է լինի։ Մարդն ունի անուն, մարդն ունի նաեւ ազգանուն։
չէ՞։ Այդ իմաստով մենք մեր անունն ունենք, բայց այդ ազգանվան հարցում ինչ որ մի քիչ մեզ լողում ենք, էլի մեր ազգանունը ո՞րն է։ Որից հետո, այո, 360 աստիճան այդ բոլոր ազիմուտներով Հայաստանը պետք է բացվի եւ համագործակցի աշխարհի հետ, այո, այդ թվում նաեւ Ռուսաստանի, բայց բացառապես հորիզոնական, փոխշահավետ, սպիտակ հաշվապահությամբ միմիայն եւ միայն փոխշահավետ հիմքի վրա, այլ ոչ թե այնպես ինչպես հիմա է, որ երբ Ռուսաստանը մեզ համարում է ուղղակի ժամանակավորապես կորցրած տարածք, իսկ այս ընտրություններն էլ հնարավորություն այդ ժամանակավոր կորուստը հետ բերելու համար ոչ եւ կրկին ոչ, եւ սա ծայրահեղություն չէ, ծայրահեղությունն այն է, երբ մենք խափում ենք ինքներս մեզ ու խափում ենք նաեւ մեր քաղաքացիներին։ Արդյոք այդպես է։ Քանի որ հարցը ձևակերպեցիք փակուղի մտնելու տեսանկյունից, ես հենց ուզում եմ ասել, որ երբեմն փակուղի հենց ինքներս մենք մեզ տանում ենք այն առումով, որ ներքին առումով մենք ինստիտուտների կայացվածություն չունենք կամ, չգիտեմ, գոյություն ունեն քաղաքագիտորեն, հա, քանի որ մասնակցում եմ քաղաքագետ եմ, իշխանությունների տարածման սկզբունք, չէ, զսպումների հակակշռների մեխանիզմ։ Եվ որ այդ մեխանիզմները չեն համապատասխան ձևով գործում, բնականաբար դա բերում է այնպիսի իրավիճակի, որտեղ քաղաքացին կամ թեկուս այդ ոլորտներից, հա, օրենսդիր գործադիր կամ դատական մարմիններում գտնվող մարդկանց մեկը իրենց զգում է փակուղում, որովհետև այդ մեխանիզմները նորմալ կերպով չեն գործում։ Հիմա մեր առաջարկը այստեղ ինչ է, որ անկախ այն հանգամանքից, հա, ով կլինի իշխանություն, ով կլինի ինտիմություն, բայց օրենսդիր եւ գործադիրի միջև այդ զսպումների եւ հակակշռների մեխանիզմը պետք է հստակ գործի։ Օրինակ մենք կարծում ենք, որ պետք է առաջ բերվեն քաղաքական օրակարգեր, քաղաքական մշակույթի վերաձևափոխում պետք է լինի եւ այս ամեն ինչը ներքին առումով, հա, եթե օրինակ, չգիտեմ, ԲԴԽ նախագահը WhatsApp-ով չհեռացվի, այլ համապատասխան, չգիտեմ, անկախ մարմնի ղեկավարը այլ ընթացակարգերով օրինակ որոշվի, որ պետք է այլևս չաշխատի, միգուցե այդ ժամանակ մենք չունենանք այդպիսի ներքին ճգնաժամ, իսկ ներքին ճգնաժամը էլի ամեն ինչը շատ փոխկապակցված է եւ փոխազդեցություն ունեն միմյանց վրա, ներքինները շատ ամիջական կապ ունի արտաքինի հետ, երբ որ մարդիկ նշում են, հա, անվտանգությունը, պաշտպանությունը, արտաքին քաղաքականությունը եւ այլն, դա գալիս է նաեւ ներքին վարած քաղաքականությունից կամ ներքին վարած քաղաքականությունում բաց թողումներից։ Հիմա պարոն Մեհրաբյանն ասում էր, ահա այդ շպագատի քաղաքականությունը պետք է չանել, պետք է կողմնորոշվել կոնկրետ ինչ ուղղություններով արտաքին քաղաքականություն է առաջարկում։ Իհարկե պարոն Մեհրաբյանը բալանսավորված բառին այլ ձևակերպում տվեց, բայց հաշվի առնելով, նորից եմ կրկնում, այս նախադասությունը շատ կարևոր է։ Հաշվի առնելով ստեղծված աշխարհակարգը, փոփոխվող իրադարձությունները եւ ընդհանրապես այդ աշխարհակարգի ճարտարապետության վերաձևակերպումը, մենք չենք կարող գնալ ծայրահեղ մոտեցումների, որովհետև ցանկացած ծայրահեղական մոտեցում կարող է հանգեցնել ավելի վատ հետևանքով սցենարի, քան մենք նախապես պլանավորել ենք։ Երբ որ մենք դրա համար կունենանք այնպիսի միջավայր, որը թույլ կտա, հա, այն մյուս կողմից մեզ կասեն, մենք պատրաստ ենք, դուք համապատասխանում եք, չգիտեմ, ձեր ամեն ինչով, որ մենք ձեզ ընդունենք, ամեն մյուս կողմը արդեն կունենա այլ տեսակի ձևաչափով միավորում կամ կազմավորում, միգուցե այդ ժամանակ հնարավոր լինի այս հարցը քննարկման կամ խնդրո առարկա դարձնել, բայց այս պարագայում հաշվի առնելով մեր եղած իրողությունները, մենք կարծում ենք, որ դա բավականին ծայրահեղ մոտեցում է եւ իր բնույթով կարող է արկածախնդրային լինել։ Ինչ հիշի հեռուստադիտողը ձեր խոսքերից։ Ինչ հիշի հեռուստադիտողը ձեր խոսքերից։ Եթե դուք ուզում եք պաշտպանել ձեր ինքնությունը, ապա անպայման քվեարկեք Լուսավոր Հայաստանի օգտին, որովհետև այն հետևողականությունը, որ իրականացվում է ինքնությունը թույլատնելու կամ խարխլելու հարցում, մենք կարծում ենք եւ մենք ունենք հստակ, երբ որ մենք հարց ենք բարձրացնում իդեմս մեր քաղաքական ուժի առաջնորդի, մենք նաեւ առաջարկում ենք դրա լուծումը, որովհետեւ շատ մարդիկ կարող են խնդիրներ բարձրաձայնել, բայց դրանց լուծումներով շատ քչերն են հանդես գալիս եւ մենք այն ուժերից մեկն ենք, այն եզակի ուժերից ենք, որ քաղաքական օրակարգ ենք ձևավորում, նույնիսկ այն հանգամանքով պայմանավորված, որ խորհրդարանում ներկայացված չենք եղել 21 թվականից հետո։ Եվ իդեպ այս մասով մի հետաքրքիր բան ասեմ, շատ քաղաքացիներ մինչև հիմա չեն ֆիքսել, որ Լուսավոր Հայաստանի
Հայաստանը պարլամենտում չի եւ շատ հաճախ մեզ ինչ-որ հարցերով են դիմում, ենթադրելով, որ Լուսավոր Հայաստանը պարլամենտում է։ Ոսում ասեմ, ակտիվությունը այնքան է եղել, որ մարդիկ անգամ այդ փաստը չեն ֆիքսել։ Ինչ հիշի հեռուստադիտողը ձեր խոսքերից։ Այն, որ եկել է ժամանակը, երբ քաղաքացին հունիսի 7-ին իր քվեով պետք է պաշտպանի Հայաստանի Հանրապետությանը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը պաշտպանի իրեն։ Եվ միակ բանը, որ ես կասեմ, որ պետությունը անհրաժեշտություն է։ Կա պետություն, կանք մենք, չկա պետություն, մենք վերածվում ենք ուղղակի թափառաշրջիկների։ Այս ընտրությունն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է կատարի։ Եվ վստահ եմ, որ կկատարի, եւ օգտվելով առիթից ուղղակի կասեմ, քվեարկեք հանուն Հանրապետության։ Շնորհակալություն պարոն Մեհրաբյան, շնորհակալություն Տիկին Ավագյան։ Ես հիշեցնեմ, իմ զրուցակիցներն էին Լուսավոր Հայաստան կուսակցության ընտրական ցուցակով падգամավորության տեխնացու Շուշան Ավագյանը եւ հանուն Հանրապետության կուսակցության ընտրական ցուցակով падգամավորության տեխնացու Ռուբեն Մեհրաբյանը։